Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը 106.5 հաճախականությամբ կամ մուլտիմեդիա հարթակներով։ Եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Գրակոչները սահմանին թերևս չեն դադարում, բայց մեկնաբանությունները տարաբնույթ են եւ հետաքրքիր։ Հատկապես երկրից դուրս նկատում են այդ լարվածությունը, նույնիսկ անհանգստություն են ցուցաբերում դրա հետ կապված եւ հույս են հայտնում, որ Եվրոպական միության առաքելությունը, որը գտնվում է սահմանին, կընդլայնվի եւ ինչ որ գործողություններ կձեռնարկի դրա հետ կապված, իսկ Հայաստանի ներսում, մասնավորապես կառավարությունում, կարծում եմ, որ դրանք բանակի, մասնավորապես ադրբեջանական բանակի կարգապահական խնդիրներն են։ Իսկ դուք ինչ եք կարծում, սա զուտ կարգապահական խնդրի շրջանակում է մնում, եւ եթե ոչ, ապա որքանով է պատերազմական գործողություն վերսկսվելու հնարավորությունը։ Կարգապահականը դա անգամ մտքովս երբեք չի անցել։ Իսկ հաստատ ես իրանցից մի քիչ ավելի շատ եմ տեղյակ, դες այն ինչ որ կատարվում է դրա հետ կապված, թե անցյալը հաշվի առնելով անցյալին փորձը, իրանց մասնակցությունը նման բաներին, դա նոնսենս է։ Մտքովս չէր անցել, միջև ասենք այտենց հարց միջև չհնչեց։ Բնականա թուրքերը շատ կոնկրետ հարցեր են լուծում։ Բաքվի Հանրապետությունը հաջողություններից հետո անում է այն, ինչ որ մենք չենք արել, այն ինչ որ մենք պիտի անեինք, հիմա իրանք են անում։ Ինքը ուժի սպառնալիքով ստանում է ամեն ինչ։ Ուժի սպառնալիքով դու կարաս 100 անգամ, ասենք, պոնչիկ խլես երեխու ձեռից։ 100 անգամ։ Ուժը կիրառելուց մի անգամ ես անելու դա։ Կարող է պոնչիկը մեծ լինի, բայց մի անգամ։ Դա կաթով կովի եւ մորթած կովի, ասենք, տարբերություններն են։ Մորթում ես մի հատ լավ քեֆ ես անում, հարևաններին հավաքում ես, բան դե չես կարող, ասենք, մի անգամից սաղուտես կփչանա։ Ստիպված խրախճանքների կանչում ես Էրդողանին, Տոկաևին, Ռայսին, ես իմ ում ասես, էլի, ասենք, Ուկրաինայի նախագահին, ով ողջունում, ասենք, իրանց ամբողջականությունը, բան։ Բայց կթու տարբերակը Սոսոփոս ոչ մեկին կարաս չհրավիրես, եթե հրավիրես էլ ասենք զուտ թան խմելու կամ կաթ խմելու, դա 10 անգամ ավելի շատ ասենք քեզ եկամուտ կարա բերի, 10 անգամ, 100 անգամ, 1000 անգամ ուժի սպառնալիքով։ Թե ուժի սպառնալիքի դեմ, թե ուժի կիրառման դեմ, դու պետք է նույն գործողությունն անես, առաջնահերթ ուժեղանաս։ Երբ որ ես ասում եմ ուժեղանալ, ինձ միանգամից հակադարձում են ես իմ պինակա թնդանոթային բանը համալիրը այդ արցիլերյան ռակետնի այնտեղ ակոշա ես իմ ինչ ռադարներ ցեզար թնդանոթներ կամ բլեյզերներ բան sense են մարսիանսկի պատերազմների լազերային ավտոմատներ բան իսկ ես մի հատ միշտ ասենք հարց եմ տալի իսկ մենք դրանից ավելի շատ ունենք, քան թուրքը, ասում են իհարկե ոչ, իրանք շատ փող ունեն, ավելի շատ կարան գնեն ու իրոք տենց է, կարծեմ են ստուդիայում ես թնդանոթների 155 մմ-անոց թնդանոթների մեր տարբերությունը ասեցի արևմուտքից գնաց, դա արևմտյան ստանդարտի կալիբրը 155-ը, ստեղ առաջ եւ թուրքերի մոտ կիրառվում էր 152 կալիբրը, սովետական եւ ռուսական կալիբրը։ 3 անգամ ամենակիչը իրանք ավելի շատ ունեն։ Դա ամենակիչն եմ ասում, իսկ հնարավոր է ավել էլ ունենան, որտեղ գաղտնի բաներ էլ կարելի ասենք պրոտոկոլներ կան։ Այդ դեպքում որ հարցում դու կարաս, ոնց որ ասած, ավել լինես։ Մարդաքանակը թնդանոթի միսը իրանց մոտ 3 անգամ ավելա էս կոմա, 30 անգամ ավելա էս մյուս կոմա։ 33 անգամ իրանք քեզ գերազանցում են թուրքական պետություններով դեմոգրաֆիկ հարցերում։ Միակ տարբերակը որ դու ունես միասնություն, մոնոէթնիկ լինելը, ախր թուրքերը հենց այնպես չի, չէ՞ որ երկու բանի են հաճախ գտնում։ Ուրեմն
մեր կպնում են իրանց կարծիքով։ Կպնում են, բայց իրանց կարծիքով դա որպես մեղադրական մոնոէթնիկ ազգ է։ Ոչ մեկ ձեր հետ չի ուզում ապրի։ Դա մեր ուժեղ կողմն է։ Դա մեր ուժեղ կողմն է, որտեղ մենք կարանք միավորվենք, մեզ բաժանող, չգիտենք, տարբեր կրոնապետերից, կուսակցականապետերից, եսի մինչերից ոչ թե լրիվ ազատվենք, ասենք գնա սպասի, մինչև պատերազմը փրկցնի, հետո քարոզդ կանես, որ անգլերեն պետք է աղոթենք, թե ռուսերեն պետք է աղոթենք, քաղաքական, ասենք, ռուսական աստծուն պետք է պաշտենք, թե ասենք ամերիկյան աստծուն պետք է պաշտենք, դոլարով մեր հաշվարկն անենք, թե ռուբլով, թե չինական, ասենք, յուանյով, դու յանտուր էլի մի քիչ, դու մենք հիմա միասնության խնդիր ենք լուծում, մեր անվտանգություն։ Այդ ամեն ինչը կարա թուրքը անի, ոչ, չի կարա, որովհետև ինքը մոնոէթնիկ պետություն չի։ Մշտապես իջացնելով տարբեր ազգությունների թվերը, դա արդեն վկայում է Բաքվի հանրապետությունում, դա արդեն վկայում է դրա մասին, որ իր համար դա գլոբալ հարց է։ 1.5 միլիոնանոց թալիչներին ինքը հայտարարում է 70 թե 80 հազար։ Լեզգինները, լեզգիալ լեզու, մաքուր լեզգինները չէ, մաքուր որն է, կան լեզգիալ լեզուներ, շաղդագյան խումբ, ուձիններ, լեզգիներ, տաբասարաններ եւ այլն։ Եվ կան լեզգին հենց, ոնց որ գերմանալ լեզու եւ հենց գերմանացի, ասենք գերմանալ լեզուя դանիացին, շվեդը եւ այլն, բայց մաքուր Գերմանիայի ազգը, գերմանացին, դա Գերմանիայի եւ Ավստրիայի բնակիչներն են։ Ուրեմն լեզգիները ոնց որ թե էլի մոտ 1.5 միլիոնի արանքն են։ Իսկ իրանք հայտարարված են կարծեմ 150 հազար։ Ուրեմն իր համար ցավոտ թեմա է։ Որ ինքը այդ աստիճան իջացնում, եթե մի բան իջացնում ես, ուրեմն ցավոտ թեմա է, կարա կործանարար լինի ներկա իշխանությունների համար, կամ իշխող էթնոսի համար, կամ իշխող կլանի համար, կարճ ասած իշխանության համար։ Թուրքերը թվերը զովասների իջացնում էին։ Միջև որս ասենք չեն խոստովանել, որ ասենք ինչքան զոհ են ունեցել 90-ական թվականներին։ Խաղաղ բնակիչների մասին քիչ թե շատ կոնկրետ թվեր են ասում, իսկ հաճախ ուրցնելով։ Զինվորականների զոհերի մասին կոնկրետ թիվ չկա։ 4000-ից մինչև 30000։ Այդտենց ռազմբրոս, ուրեմն իր համար դա շատ ցավոտ թեմա է իշխանություն կորցնել։ Մանավանդ որ մեծամասնությունը իրանց զոհվածների անգելա, ասենք անմիջապես Ալիևի Ալիև Հեյդարի սուրբ արձանները ամենտեղ կայացած բան, մանավանդ Թիֆլիս Բաղնիքի համար շատ հարմար է, քիսաչին կարում է ելնի, ընդ ուսերի վրա բանը դնի այդ քիսայի կտորները որ չորնա։ Ուրեմն ինչի համար է, որ չկորցնի իշխանությունը Հեյդար Ալիևի մանավանդ ազդեցության ժամանակ եւ անմիջապես իշխանության ժամանակ զոհվածների մեծամասնությունն է։ Մենակ ուրեմն 2 բրիգադ եւ 1 գունդ կորցրել է քարվաճառում 93-ից 93-ի դեկտեմբերից 94 թվականի փետրվարի վերջ տևող այդ օպերացիայի ժամանակ։ Ամեն բրիգադը, ասենք, ամբողջությամբ կոմպլեկտավորված միջև 2.500 հոգի մարդ։ Գունդը, որը իր հետ այնտեղ կործանվել է, ուրեմն ցրտից, բանից հայերը իհարկե կապ չունի, Աստված էր իրանց պատժումը դրա համար, որ իրանք մեր նոր տարուց առաջ որոշեցին տոները փչացնել։ 93 թվականի դեկտեմբերին էր։ Գունդն էլ, ասենք, 1000-ից ավել մարդ։ Գրեթե ամբողջությամբ վերացան։ Շատ չնչին քանակ, ասենք, ճղոպրածներ կային, որ մի կերպ փրկվել են։ Դի ստացվում է 4-ից 6000 հոգի մենակ ընդե ազով է։ Չի զոհվել, լավ, սառցակալել է, քարաթափի տակ է մնացել, պղինձաթափի ու արջուճաթափի գյուլեն ինչից է տարբեր է լինում էլի։ Կարճ ասած,
ինքը այդ թվերը իջեցնում է։ Նույն ձևով ինքը այդ թվերը իջեցնում է բանը ազգային այսպես ասած փոքրամասնությունների հարցում։ Իր հայտարարված համարյա 10 միլիոնի բանը, երբ որ վեկալում ես, փորձում ես բան անես, վերլուծես, ստացվում է ասես մի հատ հետաքրքիր պատկեր։ Մաքուր թուրքերը դա հա իդեպ թուրքը թուրք չի ու ես ինքս եմ վկա եղել, երբ որ 85 թվականին ուրեմն ճաշարանում վեճ եղավ, ես զինվորական ծառայության մեջ էի, մենք գնացել էինք մայիսի 9-ին նվիրված պարադին մասնակցելու, ուրեմն Թիֆլիսի կողքը Վազյանի դիվիզիայի տարածքում, ուրեմն այնտեղ վիճաբանություն տեսա ու երկու թուրք իրար հետ կռվում էին։ Մեկը սև տրճե, մյուսը կապուտաչա, հաղթանդամ, պինդ տղա էր, ու այս պինդ տղան դե բնականon այդ փոքր sense ոտերը ծուր կիրգիզ հիշացնող թուրքին նեղում էր, մեկ էլ էսի շուռ եկավ, ասես ձենդ կդրի այ լեզգին։ Էսի մի տեսակ ճմրթվեց, չափսերով ընդրանից փոքր դառավ։ Դա նշանակում է, որ ինքը ռենեգատների ժառանգ է, ասենք ազգափոխների։ Իր նախնիները դեռևս մեր մի քիչ ավակ սերունդը կհիշեն Մուսլիմ Մագոմաև երգիչ, հոյակապ ասենք ձայնով, ընտիր տաղանդով, շատ ճարպիկ, որովհետև բանի սովետական միության մշակույթի նախարարի այդ կնոջ սիրելի երգիչներ եւ այլն, լրիվ ջայլ, ասենք մի գլուխ պաշտոններ, Լենինյան պրեմիաներ, եսի ինչեր, մեդալներ, Մուսլիմ Մագոմաև, Մագոմա, դա Կովկասյան Դերբենտի կողմերը տարածված անունը Մագոմաև կարա լինի միայն ու միայն կամ ավար, կամ մի կերպ լեզգին, բայց ինքը ազգությամբ բանա գրված էր Ադրբեջանец, то есть Բաքվի թուրք։ Այդ ռենեգատներին, անգամ եթե թուրքը հաշվենք, ռենեգատներին եւ ռենեգատների ժառանգներին, իդեպ իրանց մեջ պակաս թիվ չի կազմում նաեւ հայերը։ Ռուստամովները, Մելիք Պահատովները, Մելիք Եգանովները, դրանք բոլորը տողի Ռուստամյանների, Պահատյանների, Պահատյանները մի քիչ ավելի շուտ են դուրս եկել, ընդ երևի մի 100 տարի այդ ազգանով մարդ չկար, բանա Եգանյանների շատ հին բարեկամներն էին, ազգականները, ովքեր որ ժամանակին ռենեգատ էին եղել իշխող կուսակցության, ոնց որ ասած կողմնակիցն են եղել, այդ վաղ իշխողները պարսիկներն էին, հետո իշխող կուսակցությունը դարավ թուրքերը, պայմանական իշխող կուսակցությունը իհարկե, թուրքացան։ Այդ տողում կային համ Ռուստամյաններ, համ Ռուստամովներ։ Այս Ռուստամովները սպինտ թուրքերի շահապահող թուրքեր էին, յանիմ թուրքեր, իրական թուրքեր, բայց արյունով թուրք չէին, էլի, ծագումով ուրիշ էին, բնականը արյունով էլ թուրք չէին, բայց կամաց լեզվամտածողությունը բան Բարխուդարովները, դրանք նույն Բարխուդարյաններն են։ Բայանդուրովները, վերջը, այտենց Սյունիքից եւ բանից կային թուրքերին ծառայող տարբեր տոհմեր, որոնք թուրքացան կամաց, պարսկացան, հետո թուրքացան։ Այդ ռենեգատներին եթե հաշվենք, կարող է դառնա, ասենք, 1 միլիոն այդ ռենեգատները լինեն կամ 2 միլիոն լինեն։ Եթե 1 միլիոն թալիշ են, 1 միլիոն լեզգի, 2 միլիոն էլ ասենք ռենեգատները, մաքուր թուրք Տարեկեմե, Ախմեդլու, Շախսևե ու այտենց այրում տոհմերը, որ վեկալում նայում ես, ասենք այրում ցեղը բնակվում է Ղազախի շրջանում։ Մի ժամանակ նաև բնակվում էր Հայաստանի այդ հյուսիսային հատվածում, նոյեմբերյանի շրջանում, բնակավայր ունենք այրում։ Հայտնի են 4 գյուղերը, որոնցից մեկն էր մեր ձեռը, մնացածը նեյտրալ կային, բայց բանը խոսքը եթում էր յանում, թե մենք 4-ն ենք վերադարձնում, դա զուտ մեր իշխանություններին ավելի ստորացնելու հարցեր լուծում Ալիևը, երբ որ այդ բանը խնդիրը քաշում էր, որտեղ ինքը հոգիտակցում էր, որ այն 3 գյուղերը մեր ձեռքում չի, ինքը նեյտրալ է։ Դե կար նաև Բաղանիս այրումը,
Բաղանից գյուղի կողքը, ասենք, մի հատ անասնապահների բաներ էր, հոբեք էին, որ կամաց, ասենք, բնակավայրի վերածվեցին։ Մոտավորապես այրումները պիտի որ կազմեն այտենց մի 400-ից կես միլիոն ժողովուրդ ու տենց մնացած ազգերն էլ հաշվում ես գտե 2 միլիոն չեն գերազանցում մաքուր թուրքերը այսպես ասած ասենք բանա Ղազալբաշնորը Կաջարները 2 միլիոն 10 միլիոնը լավ ասենք ուրցրած թիվա ինքը թվերի մանիպուլյացիա սիրում անել էլ ասենք թուրքը իջցնում է այն թիվը որը իրան վնասա բարձնում է այն որը իրան օգուտ է ասենք 8 միլիոն են եթե 8 միլիոնից 2 միլիոնն են իրանք դա նշանակում է ընդամենը 1/4 25% այնտեղ քրդերն են մեծ տոկոս կազմում այնտեղ Բորչալու թուրքեր ներկա են որտեղ ասենք Բորչալու ցեղը, որը եկավ Վրաստանի հարավում, Հայաստանի հյուսիսում լորվա տարածքում բուն դրեց, իրանց զգալի մասը տեղափոխվել է Բաքու, կրթության, բան, հարցերով եւ մնացել է այնտեղ։ Նախեր կոչվածները, նախիջևանցիները, դրանք մաքուր Օսման են, օսմանական ցեղեր են, Ավշար ցեղն է, որ ասենք այնտեղ այնքան էլ ներկայացված չի, իսկ Հայաստանում ներկայացված էր, Նախիջևանում ներկայացված էր, Ավշար բնակավայրը գիտեք չէ, կա, տենց գյուղ է, իրանց անունով է։ Իմիջայլոց էլ մեր էշ լինելու մասին է խոսքը, որ կա այրում հայկական բնակավայր եւ կա Ավշար հայկական բնակավայր։ Բայց հիմար լինելու մասին է խոսքը։ Թուրքերի նարատիվները, ասենք, բոլչի կրկնում ենք ու Ադրբեջան ենք կոչում եւ ադրբեջանցի ենք կոչում իրանց դա իրենց նարատիվն է Մոգոնովի արևմտյան եւ արևելյան ադրբեջանները Իրանի հանրապետության տարածքում են սա Շիրվանի, Արանի, միգուցե Աղվանքի, բայց ոչ մի դեպքում Ադրբեջանի տարածք կարճ ասած մենք շատ մեծ խալներ ենք գործում թուրքերի ասածները կրկնում ենք դա հանցավոր մոտեցում է մանավանդ պաշտոնյաների կողմից լավ եթե ասենք պաշտոնական ինչ-որ հայտարարությունների մեջ պետք է կրկնես ինչ-որ բաներ բայց ոչ պաշտոնական ինտերվյուներում էլ չեմ ասում ոչ պաշտոնական ասենք մարդիկ ոչ պաշտոնատարներ ոչ պաշտոնական լրատվամիջոցներ ընդհանրապես կարծում եմ պետք է կատեգորիկ արգելվի ասենք այդ անունը օգտագործել То есть իրանք մոնոէթնիկ չլինելով, իրանք չեն կարող անեն այն ինչ որ դու կարաս անես ազգ բանակ, ինքը լավագույն դեպքում կարող անի տոտալ պատերազմ։ Տոտալ պատերազմի վտանգները ինչու՞մ են։ Ինքը զինելու է նաև ազգային փոքրամասնություններին։ Հակառակ դեպքում, եթե չզինի, լինելու է այն ինչ որ կա, ինքը զինել է հիմնականում թուրքերին եւ քրդերին, որոնք ամենաշատն են իրանց նվիրված, որտեվ Քրդստան ստեղ չկա, Քրդստանը շատ ավելի հարավ է, Վանա լճից մի 150-200 կիլոմետր հետո թե ավել հետո է սկսում, կարճ ասած իրանք կդրված են իրանց արմատներից, դրա համար իշխանություններին մաքսիմալն են ծառայում։ Ու ինչ է ստացվում։ Մնացածին եթե զենք տան թուրքերին թուրքերից եւ քրդերից բացի դառնում է վտանգավոր սիտուացիա։ То есть ազգ բանակ չի կարող կառուցի, որտեղ մեկ ազգ չի։ Արդեն պրոբլեմա։ Լրջագույն պրոբլեմա ներսը պայթելու հնարավորությունով։ Տոտալ պատերազմի դեպքում այն որ ասենք գերմանացի օրինակ հայտարարեցին 44 թվականին, երբ որ սովետը սկսեց մոտենալ իրանց պատերին։ Իր գերմանացին կարարաներ, որտեվ ուրիշ ինչ ազգ կար Գերմանիայի տարածքում իրանց ստրուկներն էին, վագոններով բերած, որ աշխատեին։ Ստե այդտենց չի, չես կարանալու։ То есть նույնիսկ տոտալ պատերազմը չի կարանի։ Ազգաբնակչության երիտասարդներին կարա ծառայացնի իրանց իհարկե կարա դնի պատերազմի ասենք խարույկի մեջ հավեսով վառի դա ցանկացած կայսրության եւ միկրոիմպերիաների ասենք հիմնական զենքն է դեմոգրաֆիական վիճակը փոխելու համար հիմնական զենքն է դες թվում է բանը հայրը այդքան sense բան էին հա չգիտեմ արունախում էին երկրորդ համաշխարհայինի ժամանակ 600,000 հոգի 1,600,000-ից գնացին կռվելու, հա,
1,600,000-ից 600,000 այդ ինչ է անում։ Իսոս Քրիստոս օրա։ Թիվը է։ Իսկ բելարուսները այդքան չեն մասնակցել, որ իրանք ժողովրդի կեսը կոտորեց գերմանացին։ Ուրեմն դեմոգրաֆիական հարց էին լուծում։ Վրացիները իրանց մոտից առաջնահերթ ուղարկում էին թե Սիբիրները փդելու, թե պատերազմի դաշտ հայերին, թուրքերին։ Թուրքերը իրանց մոտ վրացի չկար, որ ի պատասխան վրացիներին ուղարկեր, հիմնականում հայերին էր ուղարկում։ Ու ստացվում է, որ թե պատերազմ, թե Սիբիր գուլագներ եւ այլն ազգային փոքրամասնություններն էին Հարավային Կովկասից գնում, Սովետը ասում էր Անդրկովկաս, որտեղ մեծամասնությունը հայեր էին։ Դե մեր հերոսների թիվը տեղից է գալի։ Այո։ Մեր մարշալ գեներալները այնքան էլ է տեղից չի գալի, որովհետև լուրջ զորավարներ ունեցել են թուրքաբնակ, ասենք Ազի Ասլանովը կամ վրացի Լիսելիձեն, լուրջ զորավարներ են եղել, բայց հերոսների թիվը ցուցիչ է մասնակիցների, ասենք խոսքի 1 միլիոնից խոսքի կամ 1 միլիոնից ասենք 10 հատ հերոս է ստացվում։ Մոտավորապես ստատիստիկա է, հələ Կարլ Մարքսն է ասել, որ բանա քանակից որակ է առաջանում։ Այդքան բան։ Հիմա թուրքերը այդ երիտասարդներին կարան ուղարկեն, կարան բանա տեղի ազգաբնակչությունը ոչ թուրքական պայքարում ադրադեն, որ երիտասարդները չկոտորվեն։ Այո, մենք կարում ենք դրանից օգտվենք, ոչ, այդ մարդիկ, ասենք, թուրքերի ամբիցիաներից, իրենց կոտորելու ցանկությունից, տոկոսային հարաբերությունները փոխելու պատճառով պատճառ են հանդիսացել, որ այս լեզգինները, ավարները, թալիշները, թաթերը Բաքվից փախնեն, այդան Ռուսաստանները բանանեն, բայց իրանք այնտեղ մեր չաշխատելու, ապաշնոր, ասենք, դիվանագիտության եւ պրոպագանդայի պատճառով նվիրված են Բաքվի ռեժիմին, ոչ թե իրանց դեմ պայքարում են։ Թակուբիր ձայներ ես լսում, ընդ Շաբանը, բան ասած, շուտ ձայներ ես լսում, որ բանը այն էլ Ալիևի ընտանիքի դեմ, ոչ թե ասենք Ալիևը հո ինքը իր քաղաքականությունը չի վարում։ Ինքը թուրքերի շահերն է պաշտպանում, հակառակ դեպքում իր մեջքի հետևը թուրք էթնոսը չէր կայանի։ Ու ձևավորվող էթնոսը, որը այդ ցեղերից ձևավորում է։ Փաստորեն միակ բանը, որ ինքը չի կարա ունենա, մենք կարանք ունենանք, մենք դա պիտի այնքան ուժեղացնենք, որ ասենց մենակ այդ գործիքը անգամ հերիքի ասենց ծեծենք իրանց, մենք դա չենք անում։ Մենք գնում ենք քառակուսի դիբիլոիդ վիճակների, սովետականը իրանց սիստեման լավ չպահեց, անցնում ենք ՆԱՏՕ-ի, այտենց դեբիլ լինել, ասենք, ոնց կարելի է այդքան դեբիլ լինել, էլի։ Դու ունես վառ փորձ, որտեղ ծեծել ես քո սիստեմաների պատճառով, քո, երբ որ կառուցել ես քո պաշտպանությունը, տեղի բնակչությունը հաշվի առնելով, տեղի հակառակորդին հաշվի առնելով, տեղի ռելիեֆը հաշվի առնելով եւ բնակլիմայական պայմանները հաշվի առնելով։ Ծեծել ես։ Որտեղ դա հաշվի չես առել, ռուսական բանակի դուբլ ես արել կամ անգլիական բանակի դուբլ ես արել, քեզ ծեծել են, ինչ ասես, արել են, ավելել քեզ հասնում է։ Էլի շարունակում ես ու շարունակում ես, նո ոնց կարելի է, էլի։ Ոնց կարելի է։ Մեզ ես իմ ինչի տեղ դրած հрьяաների օրինակները մի բերեմ, ում օրինակը բերեմ, հայերի օրինակն եմ բերում, չեք լսում։ Հрьяաների օրինակը էս պահին է։ Հաջողված օրինակը դեռևս այո։ Խիչ եք ուզում բան հաշվի առնեք, ինչն եք տենում այնտեղ մենակ ռակետը, մենակ ասենք ամերիկյան օգնությունը, իսկ դուք տենում եք, որ իրանց զինվորը առավոտի ծիրիգուն պարապում է, զինվորի համազգեստը սաղ աշխարհի զինվորի համազգեստներից տարբերվում է, իր զենքը տարբերվում է, արտադրվում է տեղում, իր զինամթերքը տարբերվում է, արտադրվում է տեղում, ու որոշ զենք զինամթերք իհարկե արևմտյան են եւ այնտեղից է փամփուշտն ու սնարյադը գալի։ Տանկերը իրանց այնքան է տարբերվում, ոչ մեկ աշխարհում չի առնում։ Համարվում են շատ լավը ընտիր, բայց ոչ ոք չի առնում, անգամ նվեր տան ոչ մեկ չի վեկալի, որովհետև
ինքը կոնկրետ տեղանքի համար է սարքած։ Ինքը բարձր տանկ է, ինքը հերվից է երևալու, իրան խոցելու են, ասենք, երբ որ այսպես մի քիչ դարուփոս եղավ։ Ինքը արված ան դրա համար, որ Սինայի անապատներում ով բարձր գլուխը պահում է հերույ է տենում։ Ու իրան խոցելը հնարավոր չի, եթե ինքը հորիզոնից արդեն քեզ նկատել է։ Այ եթե դու Սարու ձորի հետևն ես, ասենք, մի կիլոմետրից իրան փոխադարձ իրար տեսակ, ինքն էլ է մի կիլոմետր կարում կրակի, դու էլ ես կարում մի կիլոմետր կրակես։ Դա դառնում է, ասենք, ով ավելի արագ, ում շանոցը ավելի լավն է, բան։ Ինքը դրա այդ ձևի տանկ չի սարքել, ինքը սարքել է անապատների տանկ, որ ինքը հերվից նկատի, հերվից խոցի, դու հələ ոչ մի խոցելու հնարավորություն իրան չունես։ Դրա համար ոչ մեկին դա պետք չի։ Մենակ արաբական երկրներին կարա պետք է, այն էլ պրինցիպի հարց կա, դե 48 տվից իրար ատելով ատում են, իրանցից ստիպված բարիշել են հետները մեծ մասամբ, բայց ոչ մեկ իրանցից զենք չի առնում, էդ էլ հո կամավոր է։ Դուք հрьяաներից շատ բան կա վերցնելու։ Մարդկային ռեսուրսի պակաս ունես, էլի հрьяաներից ար նայեք աղջիկերքը, մարտի դաշտում են, գրեթե ոչ, բայց բոլորը ծառայության մեջ են։ Ես կիսվել եմ անգամ մի հատ նյութով, մի հատ բալետի պարու մասին, որին մի կերպ զորամասը հատուկ թույլտվություն էր տվել ներկայացումների օրերին մի ժամ շուտ դուրս գալ զորամասից, որ թատրոն հասցնի ու հասցնի բացինկեն, ասենք, այդ բալետի պարու տապկեքի հետ փոխի։ Դա նորմալ է։ Դու ուժեղացնում ես քո ուժեղ կողմերը, թույլ կողմերը դել փորձում ես, ասենք, չեզոքացնես։ Խի մենք դա չենք անում։ Ինչի չենք անում։ Խին կապիկի նման, մեկ էս մի հայլու մեջ նայելով, ասենք, էս մի նկարն ենք փորձում մեր վրա նկարենք պամադայով բանով։ Մեկ էլ այդ մենք են դե այն մի բանն է, սիգարը բերանը ֆոտոյա դրած Չերչիլի փորձում ենք Չերչիլ դառնանք, հատուկ ձևով մեր պրոշը ծռելով, որ սիգարը մեջը տեղավորվի։ Կարող է դադարենք կապիկ լինելով, սկսենք մեր ուժեղ կողմերը ուժեղացնել։ Թուրքերի թույլ կողմերի վրա աշխատել։ Մի քանի օրից շաբաթ ավել ապրիլի 24-ն է։ Համոզված եմ, որ մեր որոշ հույյակապ, հայրենասեր, իրենց ազգի ցանկացած կորուստի վրա ողբացող, իրոք սիրտը ցավացող մարդիկ տարբեր տեղեր կհավաքվեն Հայաստանից դուրս եւ Հայաստանում, որպեսզի գնան հարգեն 1.5 միլիոն մարտիրոսների, սրբադասված մարտիրոսների հիշատակ։ Անպայման տարբեր տեղեր։ Անպայման միավորվել ապետ, դա առաջինը։ Եվ երկրորդը։ Երեք Ոմայում, Դալիճում ելույթ ունեցա, ուրեմն շատ լավ մի մասնագետ, ցեղասպանագետ, ուրեմն Սուրենին խնդրել էինք, որ ինքը դիմադրության օջախների մասին խոսար, եւ ինքը շատ լավ բան ասաց, որ այդ դիմադրության օջախները գրեթե ամենուրեք են եղել Հայաստանում։ Մեկ տուն, երկու տուն, մի թաղամաս, ինչքան վատ ա եղել կազմակերպվածությունը, միասնությունը, այնքան շուտ են ոչնչացրել։ Ինչքան կազմակերպվածությունը բարձր է եղել, մեծ է եղել բնակավայրը կամ տարածքը, այնքան ավելի մեծ հաջողության շանսեր են ունեցել ու հաճախ այդ շանսերը օգտագործել են։ Բայց հрьяաների ասում եմ, մի հատ դիմադրության օջախ կար, մի հատ Վարշավայի գետոյի ապստամբությունը։ Ու հիմա երբ որ ասում այդում ես բան Իսրայել, իրանց ցեղասպանության թանգարանում բաննա Վարշավայի ապստամբության բաննա, այդում մեծ արձանը, հետո մի քիչ փոքր ցեղասպանվածների արձանն է այդում հիշատակը, ասենք, եւ օրը ՍՔ փոխել են սպանվածների եւ հերոսների հիշատակի օր, անունը փոխել են։ Բա ոնց օրինակ չվեգալես դրանցից։ Հիմա իշքան էլ մեր ջհուդաֆոբները, ասենք, ինձ ասեն, դու երևի ջհուդ ես, բան ընդ է։
Ախպեր, Թուրքից էլ եթե պետք է օրինակ վեգալեք։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանով, զրույցը Ես եմ իրոք կարծում եմ սթափության կոչ պիտի որընչի մեր բոլոր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումներ, իսկ դուք շարունակեք մեզ լսել։